մենք մշտապես անդրադարձել ենք հանրակրթության խնդիրներին եւ մեր նպատակը միշտ նույնն է եղել փնտրել այն ծիլերը, այն լավ օրինակները, այն դրական արարքները, ձեռնարկները, որ իրականացվում են այդ ոլորտում, քանի որ համոզված ենք, ինչպիսի սերունդ կունենանք այսօր, այդպիսի ապագա էլ վիճակված է մեր հայրենիքին։ Օրերս Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում անցկացվեցին ավարտական պետական քննություններ եւ տարբեր ֆակուլտետներում մեր ուսանողները ներկայացրին իրենց աշխատանքները, իրենց հետազոտությունները ավարտելով բակալավրիատի բաժինը։ Ես ներկա էի հումանիտար ֆակուլտետի գրականության եւ լեզվի քննությանը եւ պիտի ներկայացնեմ մի զգացում սրտիս մեջ, որը մեզ պիտի համակի լավատեսությամբ։ Նոր սերունդ է գալիս, ծերի բարեկամներ, բարձրանում է երիտասարդ Հայաստանը, եւ այդ ծիլերը, որ մենք այսօր տեսնում ենք, պիտի գուրգուրենք, որպեսզի նրանք աճեն, մեծանան ու դառնան մեր ապագան։ Երիտասարդ բանասերները ներկայացնում են իրենց աշխատանքները, որոնք վերաբերում էին շատ կարևոր թեմաների։ Մասնավորապես շատ հետաքրքիր էին գրականությանը վերաբերող թեմաները։ Ալվինա Ամիրյանը ներկայացրեց Ղազարոս Աղայանը մանկագիր իր հետազոտությունը, Լարիսա Արզումանյանը կերպարակերտման առանձնահատկությունները ռաֆու պատմավեպերում, Սիրանուշ Աբազյանը հետազոտել էր ժողովրդական բանասության տեղը Արցրունյաց տան պատմության մեջ, Էլիա Խեմչյանը Մամիկոնյան հերոսների կերպավորման առանձնահատկությունները 5-րդ դարի հայ պատմագրության մեջ։ Այս թեմաները անչափ կարևոր էին, բայց կարևոր էր հատկապես այն սերը, որով մեր երիտասարդ հետազոտողները, բանասերները խոսում էին հայ մշակույթի մասին։ Բացառիկ կարևոր էր ու հետաքրքիր Էմիլա Զանդյանի աշխատանքը, որովին նորություն էր, սոցիալական ցանցերի ազդեցությունը մեր գրական լեզվի բառապաշարի վրա։ Հետազոտությունը նոր էր, ինքնատիպ եւ բոլորս լսեցինք մեծ ուշադրությամբ ու մեծ հավատով լսվեցինք, որ լավ հետազոտողներ են գալիս, լավ բանասերներ մեր հասարակական կյանքի մեջ։ Շատ հետաքրքիր էին լեզվաբանական թեքում ունեցող աշխատանքները։ Նոնա Մելիքբեկյանը ներկայացրեց եղանակավորության լեզվական հնարավորությունները եւ դրանց դրսեւորումը Համոս Սահյանի քննարկության մեջ, իսկ Արգինե Օհանյանի հիանալի աշխատանքը վերաբերում էր քերականական զուգաձևությունների ոճական կիրառություններին Պարույր Սևակի պոեզիայում։ Սա բացառիկ հաջողություն էր եւ ես անկեղծորեն պիտի ասեմ, որ Երևան մայրաքաղաքը շատ բան ունի սովորելու Իջևանի համալսարանից կամ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղից։ Ինչ է պատճառը, ես չգիտեմ։ Հավանաբար պատճառը նրանց դասախոսներն են, որովհետև այն ջերմությունը, որով շրջապատել են իրենց սաներին, այն ուրախությունը, որ փայլում էր նրանց աչքերում, դա աննկարագրելի մի տեսարան էր։ Նայում էի ուրախանում, հպարտանում, ինձ էին մոտենում դասախոսները եւ հարցնում էին, ինչպես ձեզ դուր եկավ իմ աղջկա պատասխանը, իր աղջիկը հենց իր ուսանողուհին է։ Այս ծնողական վերաբերմունք, այս հոգատարությունը, այս ջերմությունն է, որ կրթական համակարգի հիմքն է, սիրելի բարեկամներ, ոչ թե զանազան միջոցներ, ոչ թե տեխնիկական հնարավորություններ, ոչ թե նոր բառապաշար, ոչ թե ծրագրեր, այլ պարզապես պարզ մարդկային սեր, որը հրաշքներ կարող է գործել։ Թեպետ պիտի ասեմ, որ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում նաև տեխնիկական հաջեցվածությունը հիացմունք էր առաջ բերում։ Ուսանողները հոլովակներ էին պատրաստել, մենք տեսնում ենք իրենց աշխատանքի նկարները էկրանին եւ նրանք մեկնաբանում էին իրենց նյութը աշխուժ գեղեցիկ հայերենով, ոչ մեկ թերացում։ Դուք պատկերացնում եք, բանավոր խոսքի մեջ ոչ մի թերացում, ու դրան զուգահեռ կար գնահատելի ու շատ թանկ հուզում։ Արդյունքն աչքերին ուսանողը խոսում է հայոց լեզվի մասին, Պարույր Սևակի, Համոս Սահյանի մասին։ Այս սերն է,
որ մեզ համար պիտի հիմք դառնա վաղվա համար։ Սա բացառիկ հաջողություն էր, ահա ինչու ես ցանկացա իմ այս զգացումները կիսել ձեզ հետ, ասելու համար, որ շատ մեծ հեռանկար կա մեր գիտության, մեր հասարակական կյանքի եւ հատկապես հանրակրթության ոլորտում։ Ահա ինչու շատ մեծ շնորհակալություն եմ ուզում հայտնել հումանիտար ֆակուլտետի լեզվի եւ գրականության ամբիոնի դասախոսներին, որ այդքան հոգատարությամբ աճեցրել են սաներ մեր մշակույթի համար։ Նաեւ հատուկ ուզում եմ գնահատել աշխատանքը Երևանի Պետական Համալսարանի Իջևանի մասնաճյուղի տնօրեն Մեհեր Օթարյանի, շնորհակալություն հումանիտար ֆակուլտետի դեկանին եւ հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի վարիչ Վաչագան Ավակյանին։ Ես վստահ եմ, որ այս լավ աշխատանքը մեզ դեռ պիտի ուրախացնի առաջիկա